Տիկին Ալավերդյան, ինչի համար է այսօր այս բնակչությունը հավաքվել այստեղ, որն է ակցիայի նպատակը եւ վերջն է նպատակը։ Ակցիայի նպատակը շատ հայտնի է, մենք գիտենք, որ միջազգային իրավունքի դեմ բազմաթիվ հանցագործություն գործած Ադրբեջանը եւ իր ղեկավարությունը վերջերս հայտարարել է այսպես կոչված դատական վճիռները եւ կարծում եմ, որ կա հնարավորություն, որ այդ դատական վճիռը կայացնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը գործի, որ այդ դատապարտյալներին տեղափոխեն Հայաստան։ Դա միջազգային պրակտիկայի մեջ կրկնվող մի սյուժե է, որովհետև կա միջազգային պայմանագիր, որով եթե չեն տեղափոխել, էքստրադիցիա տեղի չի ունեցել միջև դատա, ապա դատական այդ վճռից հետո բոլոր միջազգային նորմերը թույլ են տալիս, որ տեղափոխվեն այն անձինք, ովքեր որ այն երկրի քաղաքացի չեն, ուրիշ մի երկիր, որտեղ իրենք ապահովում են եւ անվտանգ։ Դա վերաբերել է նաեւ այն երկրներին, որոնք դիվանագիտական հարաբերություն չունեն։ Այո, ես պետք է ասեմ, որ դա ամեն մի պետություն այդ միջազգային կոնվենցիային միանում է։ Դրանով իսկ մենք արդեն կազմում ենք, այսպես ասած, մեկ պարտավորությունների ներքո է։ Դա առաջինը։ Երկրորդը դա տեղի ունեցել, դուք ճիշտ եք նկատել այն պետությունների միջև, որոնց միջև եղել է այդպիսի պայմանագրեր, բայց այսպիսի կներեք հրաշալի իրավիճակ, երբ որ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, ես կարծում եմ դա եւ Ադրբեջանին եւ Հայաստանի օրվա իշխանություններին շատ կարեւոր է օգտագործել հենց իրենց իմիջը բարձրացնելու համար։ Ես երբևէ չեմ խորշել, չեմ մտածել, դա ինչքան ինչ կբերի, ինչ քաղաքական ինչ որ կապիտալ կբերի։ Մենք խնդիրը ունենք այսօր մեկը գլխավորը, բերենք Հայաստան արդեն իսկ դատավճիռը կայացրած անձանց, որ նրանք անցնեն իրենց պատիժը Հայաստանում, եթե դա Հայաստանի Հանրապետությունում եւս համարվում է հանցագործություն, կամ մենք տեսնենք, թե մեր քրեական օրենսգրքում ինչպիսին է պետք է լինի իրենց այս պատիժը անցկացնելու ձևը։ Մենք տեսանք, որ Փաշինյանը առնվազն ցանկություն չհայտնեց, որպեսզի նախաստորագրված փաստաթղթում գերիների վերադարձի մասին կետ ամրագրվի։ Դրա շուրջ նաև փոքրիկ էպիզոդ եղավ, որը իշխանությունները այլ կերպ մեկնաբանեցին։ Արդյոք կա հույս, որ հայ քաղաքացիների կոչը կլսի գոնե Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Դե եթե մենք խոսում ենք արդեն կոնկրետ այս միջոցառման մասին, անշուշտ մենք մտածում ենք, որ եթե Ադրբեջան-Հայաստանի մեջ կա միջնորդ, ընդ որում ամենահզոր պետությունը եւ նրա բարձրաստիճան պաշտոնատար անձը այցելում է Հայաստան, ըստ երևույթին հասարակության համար ամոթ կլիներ, եթե չօգտվեին այս պահից։ Այսինքն դա այնքան բնականon, տրամաբանական ակցիա է, որ կարծում եմ, եթե չլիներ, մենք պետք է բոլորս խոսենք դրա մասին, ինչու քաղաքացիական հասարակությունը մնաց լուր։ Այնպես որ այո, այդ երկուսը եթե միավորեն, ապա երևում է, որ քաղաքացիական հասարակության առանձին սուբյեկտներ իրենք օգտվում են այն պահից, որ Ադրբեջան-Հայաստան բավականին դեռ բարդ հարաբերությունների ժամանակ կա միջնորդ, որը հայտարարել է քրիստոնեության պաշտպանությունը, քրիստոնյաների պաշտպանությունը եւ այլն, ու ես կարծում եմ վերին աստիճանի տեղին է, որ այսօր այս հավաքը եկել են մարդիկ, որ հայտարարեն Վենսին իլուր, որովհետև այսպես թե այնպես, եթե այստեղ տասնապատիկ էլ կանգնած լինեն, շնորհիվ ձեր այսպես միջամտության, ինչի համար ես շնորհակալ եմ, լուրը հասնելու է։ Եվ ես կարծում եմ, որ այդ սին միայն հույսեր չեն, որովհետև մենք պարտավոր ենք, պահանջենք տվյալ դեպքում ԱՄՆ-ի ներկայացուցիչից, որ իրենք դեր կանգնեն իրենցից կասկած խոսքերի։ Դրա համար ես կարծում եմ մենք երկու ելք ունենք, եթե իշխանությունը դա չի անում, ապա անպայման դա մշտական իմ աքսիոմատիկ հայտարարություններ, այն ինչ որ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Ստեղ մի խնդիր կա, իմ
հիմնավոր կասկածն է, որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն չի անում, այլ հիմնական խոչընդոտն է այդ անձանց բերելու Հայաստան եւ տվյալ դեպքում թե ինչպես իրավական լուծում կստանա, դա է խնդիրը։ Եվ այո տեղին է մենք այսօր բարձրացանենք հենց պարոն Վենսի ականջի, որ մենք պահանջատեր ենք, ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում ենք, որ եթե Հայաստանի Հանրապետություն օրվա իշխանությունը ինչ-որ դժվարություններ է տեսնում, եթե Ադրբեջանի հանցագործ իշխանությունը չի գտնում, որ դա պետք է տեղի ունենա, ապա հասարակությունը պետք է տեր կանգնի։ Ես կարծում եմ դա լրիվ տրամաբանական։ Այս ձևաչափով եք պատրաստ միայն այս ձևաչափով թե բաց Ոչ, նամակ։ նայեք, ընդհանրապես եթե մենք վերցնում ենք տվյալ դեպքում մի դրվագ է արցախցիներին վերաբերող։ Մենք չենք խոսում ընդհանրապես, մենք խոսում ենք Արցախում քաղաքական պատանտության մեջ հայտնված անձանց մասին։ Ես տեսեք, իհարկե կարող եմ առանձնացնել բոլոր այդ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ես ծանոթ եմ բոլորի հետ աշխատել եմ, բայց իմ սիրտը ցավում է ցանկացած մեկի համար, որովհետև իրենք բոլորը հայտնվել են Հայաստանում, կրկնում եմ, որպես քաղաքական պատանդ։ Եվ մենք տեսել ենք այդ 4 հոգու վերադարձը, որը տեղի է ունեցել, այսինքն Ադրբեջանից այստեղ, թե այդ ինչ կեղտոտ ու արյունոտ քաղաքական խաղ է։ Փաստորեն համաշխարհային պրակտիկան չկա այդպիսի բան, որ միջազգային տերորիստներին ընդհանրապես դիտարկեն ինչպես այսպիսի գործընթացների, այսպես ասած, անձանց։ Բայց մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել։ Չի բացառվում, որ այսօր դեռ շուտ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեղի պետք է ունենան ընտրությունները, եւ չի բացառվում, որ որոշ մարդկանց եւս կվերադարձնեն զուտ քաղաքական շատ կներեք էժանագին այդպիսի ակցիաների միջոցով։ Մենք այստեղ ենք, որ հստակեցնենք, որևէ մի քաղաքական մեծ հաստար չունի այս գործը։ Սա նախ եւ առաջ մարդասիրական իրավունքի պահանջ է եւ երկրորդը ոչ թե քաղաքական, այլ աշխարհաքաղաքական մակարդակով բարձրացնել մեր ձայնը։ Մենք բանտարկյալներ ունենք նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ինչ եք կարծում, Ջեյդի Վենսը, Միացյալ Նահանգների փոխնախագահը կհանդիպի արդյոք ամենայն Հայոց կաթողիկոսի հետ եւ դա ինչ նշանակություն։ Կասկածում եմ, գիտեք, խիստ կասկածում եմ, որովհետեւ Ամերիկայի նախագահը շատ բարձ ազնվորեն ասել է, ինչ անում են իրենք, անում են դիտելով եւ բխեցնելով դա ԱՄՆ-ի շահերից։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի շահերից անմիջապես բխում է տվյալ դեպքում մեր վեհապարի հետ հանդիպումը։ Այն, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, դա հենց իրենք իշխանություններն են հաստատում, այն հայտարարություններով, այն շինծու գործերով, եւ ես մի անգամ չի որ ասել եմ, այնտեղ որտեղ չի հասնում Էրդողանի եւ Ալիևի ձեռքը, այդտեղ մտնում է գործի մեջ Հայաստանի օրվա իշխանությունը։ Այսինքն հասկանալի է, որ ոչ Ալիևը, ոչ Էրդողանը չի կարող սկսել հայ եկեղեցականների դեմ այս խայտարակ ամոթալի այս արշավը։ Եվ դա արվում է օրվա իշխանության ձեռքով։ Արդյոք մենք չպետք է իրենցից պահանջենք, ասենք ինչ կա, չէ, մենք պետք է միշտ պահանջենք, դատապարտենք այդ գործողությունը, ամոթանք տալը իզուր եմ համարում, իրենք չունեն այն մարմինը, որով որ ամաչում են, դրա համար կարծում եմ, որ պահանջատիրությունը ամենաճիշտ եւ տեղին մի ձև է, ողոքա հայտարարել։ Տիկին Ալավերյան, այս բանին մենք խոսում ենք ինչպես նաեւ հայկական կողմերը հարցեր են բարձրացնում հասարակական կազմակերպությունների ելույթներն են ամենաշատը նշելով, որ Երևանի պրովինցիացի Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի նրանց մշակութային ժառանգության պաշտպանության հարցը։ Շնորհակալություն, դա կարող է տեղի ունենալ եւ տեղի է ունենում միայն Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության կամ հանցավոր չիմացության հողի վրա կամ պայմանավորված
պայմանավորված։ Տեսեք, ես չեմ կարող այսպես ասել, որ սա է, բայց որ մենք հստակ բոլորս գիտենք կամ բազմաթիվ փաստաթղթեր, որով որ այդ հարցի բարձրացումը Ադրբեջանը չունի որևէ հիմնավոր այսպես դատաչոր մի փաստաթղթ, որովհետև Հայաստանի Հանրապետությունից դուրս գնացած ադրբեջանցիները դրում իդեպ 6,000 ըստ մեր վիճակագրական տվյալների 6,000 ադրբեջանցի մնացել են Հայաստանում։ Մենք մանրակրկիտ եղել է այդպիսի տվյալներ եւ ահա նրանք 90%-ը գրեթե բոլորը կամ ուղղակի կարողացել են վաճառել կամ փոխանակել կամ ի վերջո անկախ փոխանակումից եւ իրենց բնակարանները իրենք ստացել են սովետական միության աշխատանքային պետկոմիտեի միջոցով ստացել են փոխհատուցում ոչ թե որպես փաստական, այլ որպես տուժած երկրաշարժից։ Ես հիշեցնեմ, շատերը երևի չեք իմանում, որ այդ այսպես ասած իրենք դուրս են եկել Հայաստանից մինչև 6 դեկտեմբերի գիշերը։ 7 դեկտեմբերի այստեղ արդեն, ինչպես ասեցի, մնացել էին մի 6,000 ադրբեջանցի։ Այսինքն նրանց մեկ է սովետական միության այդ պետական կոմիտեն աշխատանքի համարել է, որ նրանց բնակարանները, բնակարանները մնացել են այն վայրերում, որտեղ երկրաշարժը քարուքանդ է արել, անկախ նրանից թե իրենք փոխանակել են, թե վաճառել են, տվյալները իրենց մոտ եղել են հինը։ Նրանք տվել են նրանց փոխհատուցում ոչ թե անձամբ այդ մարդկանց, այլ Ադրբեջանի համապատասխան պետական կոմիտեի աշխատանքային, թե ինչ է արել այդ կոմիտեն, հայտնի չի, դա մեկ, երկրորդը, հայերը Ադրբեջանում թողել են ավելի քան 1000 բնակարան եւ տուն, ավել քան բոլոր ադրբեջանցիները, ներառյալ ազատագրված տարածքներից դուրս գնացած, քան բոլոր դրանք թողել են Հայաստանում կամ ազատագրված տարածքներում։ Ինչ են արել ադրբեջանցիները եւ օգտվելով հենց ադրբեջանական ՀԿ-ների տվյալներով այն ժամանակ հստակ ասում եմ, ադրբեջանական որոշ կազմակերպություններ տարածել են լուրը, որ այդ բնակարանները ու տները, որոնք հայերը գիտեք պաշտամունք ունեք տուն եւ բնակարան, դրանք 3-4 անգամ սպեկուլյատիվ գներով դարել է սպեկուլյացիայի առարկա եւ դրա համար որևէ մի հիմ այսօր խոսելու վերադարձի մասին չկա։ Սովետական ժամանակ սովետական քաղաքացիները իրենք լքել են վաճառելով կամ կրկնում եմ փոխանակելով դրանից հետո ստանալով լրիվ անհիմն ստանալով փոխհատուցումը, այնպես որ այսօր վերադարձի մասին ընդհանրապես խոսել չի կարելի։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը չգիտի դրա մասին, դա շատ ափսոս, իսկ եթե գիտի, կարծում եմ, որ գիտի, ապա դա ուղղակի շարունակություն է պայմանավորված այսպիսի գործընթացների։